Ամեն, պարկ աստծուն, պարկ ամենակարող աստծուն, հրաշալի է աստծո ներկայության մեջ, տիրոջ եկեղեցու մեջ, աստված օրհնի քեզ սիրելիս, կարող ես ժպտալ կողքինիդ, լավ ժպտալ ու նստել, տիրոջ թանկ ներկայության մեջ, պարկ Հիսուսին, պարկ տիրոջը, սիրելի եկեղեցի, ուրախ եմ գտնվելու ձեր մեջ, մեր մեջ, իմ անունը Գարիկա, ովքեր չգիտեն, ես տեսնում եմ, ես եղել եմ էլի ծառայել եմ ստեղ մի տարուց ավել երևի տարի կես առաջ, բայց տեսնում եմ նոր մարդիկ փառք Աստծո, Աստված լցնում է իր եկեղեցին, գալիս են մարդիկ, գնում են, բայց կարևորը չգնան աշխարհ, գնում են միգուցե ուրիշ քաղաքներ, մնան Տիրոջ խոսքի մեջ։ Ես ձեր մեր Մոսկվայի կյանքի խոսք եկեղեցում, որպես երեցի ծառայության մեջ եմ, ընտանիքովս ծառայում եմ, ապաշխարել եմ 6 տարի առաջ, փառք Աստծո, Աստծո մեջ գնում ենք, որ Աստված տանում է, որ ասում է որոշում է իմ մեջ, որ ես իմ համար էի ապրում, հիմա ապրում եմ Հիսուսի համար։ Ես սիրելիս չկա ավելի թանկ բան, քան թե ապրենք Հիսուսի համար, փառք Հիսուսին, փառք նրան, փառք Հիսուսին ու գիտես ոչ մի բան ուզում եմ քեզ ասել, թույլ չտաս, որ ոչ մի բանը, կյանքի ոչ մի դժվարություն քո ուրախությունը քեզանից վերցնի։ Ամեն իրավիճակում հիշի ու ասա, ես Հիսուսի զավակն եմ, իմ Աստված կհանի ինձ ամեն դժվարությունից։ Ամեն հավատում ես սրան։ Դե արի փառք տանք Աստծուն։ Փառք Տիրոջը։ Փառք ամենակարող Աստծուն։ Փառք Աստծուն։ Սիրելիս, մի հատ խոսք եմ վերցել, որի մասին այսօր ուզում եմ քո հետ խոսամ։ Խոսքը ինքը մի հատ առարկայի մասին եմ ավելի շատ խոսալու, որի անունն է Հայելի։ Ով է սիրում Հայելի։ Սիրում եք Հայելի։ Հայելին լավ բան է, չէ՞։ Հայելին մեզ, ես կասեմ, երևի ամեն օրվա ընկերն է, մենք իր հետ ընկերություն ենք անում։ Մենք իրան նայում ենք, ինչ որտեղ կարող է ժպտում ենք, չէ՞ իրան։ Տեսնում ենք այդ Հայելու մեջ մեր վրա բաներ, որոնք որ պետքա փոխենք։ Չէ՞ որ գալիս ես Հայելու մեջ տեսնում ես, այդ Հայելին ոնց որ քո ընկերը լինի, քեզ հուշում է, թե ինչ կա քո մեջ, որ դու դրա մասին պետքա հոգաս ու այդ հարցը լուծում տաս։ Այսինքն, պատկերացրեք, ես եկել եմ կանել եմ Հայելու մեջ, օրինակ այսօր միջև ծառայություն գայի, չէ՞ որ ես ձեր առաջ պետքա կանգնեմ, Տիրոջ առաջ կանգնեմ ու կոկիկ լինեմ։ Ու կանգնել եմ Հայելու մեջ ու Հայելուն, որպեսզի ինձ օգնի, ես որ այդպեսին դառնամ։ Գիտես, մի հատ խնդիր կա, բայց խնդիրը նրանում է կայանում, որ Հայելու մեջ ես նայեմ, տեսնեմ իմ թերությունը ու ես իրան չշտկեմ։ Այ խնդիրը սրա մեջ է կայանում։ Գիտես սիրելիս, ես ուզում եմ քեզ բան ասեմ, եթե դու տեսնում ես Հայելու մեջ, քո մեջ, տեսնում ես Հայելու մեջ, որ մի բան այն չի, դրան պետքա շուտ լուծում տաս։ Շուտ։ Քույրիկները ինձ ավելի լավ կհասկանան, օրինակ քույրիկները տղամարդկանցից երևի ավելի շատ են Հայելու մեջ նայում, թեպետ այս վերջերս ինտերնետում ինչ-որ ստատիստիկա էին ասում, որ տղամարդիկ ավելի շատ են նայում։ Ես զարմացա, ոնց տղամարդիկ կարող շատ նայեն, ախր ես նկատում եմ, իմ կինս որ Հայելու կողքով անցնի, սենց անտարբեր չի լինում։ Անկամ երևի տեսած կլինեք, մեքենայի կողքով էլ անցնելուց այդ մեքենայի որ բանա, էլի Հայելու պես թափանցում է, էլի նայում են։ Բայց գիտես կարևորը որն է, որ Հայելու մեջ նայելուց, եթե ես տեսնում եմ իմ մեջ մի բան են չի, ես այդ հարցին միանգամից լուծում տամ։ Շատ կարևոր է։ Գիտեք, չէ՞ որ տարբեր Հայելիներ գոյություն ունի։ Օրինակ Հայելիկա նայում ես, որի մեջ sense գեղեցիկ է երևում, Հայելիկա նայում ես, մի քիչ քեզի լիքն է ցույց տալի, այ մարդ, յանի շատ նիհար էի, կոկիկ էի, մի հատ էլ դու ինձի ավելի բան ես ցույց տալի, Հայելի ջան, կլինի մի քիչ նեղ ցույց տաս, կոկիկ ցույց տաս։ Չէ՞ sense Հայելիներ հանդիպել եք։ Ես հիշում եմ անգամ ես Աբովյան քաղաքից եմ, մեր քաղաքում բանը կարուսելներ կար, այնտեղ Հայելիների ծիծաղի սենյակ էր կոչվում։ Այս ծիծաղի սենյակը որ մտնում էինք, այդ Հայելիները այնքան տարբեր էին ցույց տալի, ծիծաղում ենք, սենց լեններ, սենց ձվաձև, տարբեր ձևի ցույց էին տալի։ Հա? Գիտես որ Աստվածաշնչում Հայելու մասին գրված է։ Հա? Գիտես որ գրված է որ Աստվածաշունչը հենց Աստվածաշունչը դա մեր Հայելին է։ Գիտես սիրելիս ու Հակոբոսը սրա մասին շատ լավ գրում է մեզ։
Նորմալ է, եթե ես եկա հայլու մեջ տեսա մի բան ինչի, դզեցի, գնացի, ես ուրեմն ճիշտ վարվեցի։ Բայց որ ես գալիս եմ տեսնում եմ, ենթադրենք, այսօր պետքա գայի ձեր առաջ կանգնեի, երեսս մի քիչ մրոտ լիներ ու այդ մուրը չլվայի կամ ինձ չհարդարեի, լավ չէր լինի, չէ՞, ինչ որտեղ կարողա ծիծաղալու լինեի։ Հոգևորում էլ է տենց, գիտես։ Եթե ես ու դու նայում ենք հայլու մեջ, այսինքն սա է մեր հայլին, սիրելիս։ Ես հատուկ գիրքը վերցել եմ, որ իմանաս Աստվածաշունչը իմ ու քո հայլին է։ Եթե ես գալիս եմ Աստվածաշունչը նայում եմ ու ես չեմ փոխում, ես նույն ձևի ծիծաղի տեղ եմ տալի։ Ես հիշում եմ մի օր ապրում էինք Մոսկվայում, մետրո ավտոզավոդսկին այդ ժամանակ այն վաղ տրաքացնում էին, ես չէի իմանում, որ ինչ-որ տենց բանա տեղի ունեցե, մենք մի քիչ հեռու էինք մնում, ոտքով գնում էի, որպեսզի մտնեի մետրոյով, գնայի գործի, ուրեմն հանդիպակաց մարդիկ գալիս էին, բոլորի մի քանիսի երեսները մրոտ էր, ասում լավ, այս մարդիկ իրանց հայլու մեջ չեն նայ, ես ինչ ծիծաղում էին, որտեղ որ հասա տեսա որնապատճառը հասկացա, որ այդ մարդիկ նայել են, ուղղակի ճանապարհին վատ բան է տեղի ունեցե։ Ուրեմն Հակոբոսը իր թղթում գրում է հետևյալ խոսքերը։ Գրում է, որ խոսքը միայն լսողներ մի ելեք, Աստծո խոսքը ասում է մենակ մի եկեք լսեք, լավ է որ լսում եք, բայց եղեք կատարողներ։ Այսինքն խոսքը եթե ես լսում եմ ու չեմ կատարում, տեսեք ես կարդամ Հակոբոս առաջի գլուխ 22 խոսքից, բայց խոսքը անող եղեք եւ ոչ միայն լսողներ, ձեր անձերը խաբելով։ Այսինքն եթե ես լսում եմ ու չեմ կատարում, ասում եմ, ես ինձ ոնց է ինքնախաբեությունով եմ էլի զբաղված։ Եվ հետո խոսքը շարունակում է վասնզի, եթե մեկը միայն խոսքը լսող է եւ ոչ անող, նա նման այն մարդի, որ պշուցած, այսինքն զարմացած, նայում է իր իսկական երեսին հայլու մեջ։ Հետո 24 խոսքում, որովհետեւ նայելով տեսավ իրան եւ անցավ եւ շուտով մոռացավ, թե ինչպես էր։ Ասում եմ, եթե դու Աստծո խոսքը լսում ես ու չես կատարում, դու նման ես այն մարդուն, ոնց որ մի քիչ առաջ օրինակ բերեցի, որ դու գաս կանգնես հայլու առաջ ու տեսնես քո թերությունդ ու թերությունը չշտկես։ Դու նման ես այդպիսի մարդուն։ Ու այդպիսի մարդը ինքը տարբեր, բացի այն որ ծաղրանք այդ ամենաթեթև բանն է։ Գիտես, սիրելիս, ես ու դու ինչքան հոգևոր կյանքով ապրում ենք, Աստվածաշունչը մեր ամենօրվա փոփոխման, ամենօրվա շտկման, ամենօրվա գեղեցկացնող հայլին է։ Ամենօրվա։ Որովհետև այս մեր քարոզչություններն են, մեր հավատն են, ամեն ինչն ինչի վրա է հիմնված։ Աստծո խոսքի։ Եթե բոլոր խոսքերը ստեղ ինչ որ ասում Աստվածաշնչով հիմնավորված չի, նա չի հիմք ունենա։ Նա կլինի ուղղակի քարոզչի ինչ որ իր կողմից մի բան եկավ ասեց գնաց, կարաս ընդունես, կարաս չընդունես։ Բայց որ հիմնավորում Աստվածաշնչից, դա հիմնական առաջնային խոսքն է, որ մեզ շինություն է տալիս։ Մեզ գեղեցկացնում է։ Ու Հակոբոսը դրա մասին գրում է, ասում է, դու որ եկար, նայեցիր ու չարեցիր, դու ինքնախաբեությունով ես զբաղված։ Խոսքը մենա լսող մի եղեք, խոսքը կատարող եղեք։ Եվ ասում է, իսկ որ նա չշտկեց, այսինքն ինքը իրան ով որ չի դզում, ինքը կմոռանա, ասում է, շուտով մոռացավ, թե ինչպիսին էր։ Եթե ես այդ պահին, տեսեք, ոնց է Աստվածաշնչում ինչքան մենք ինքներս մեզ հանդիպում ենք, մեզ գտնում ենք, որ մենք կյանքում ինչքան սխալ ենք անում։ Ինչքան է եղել ես ինձի բռնացրել եմ, որ մի բանը ճիշտ չեմ անում։ Թեպետ իբր թե ամեն ինչ լավ է, ծառայության մեջ է, մի քիչ առաջ ասացի ընտանիքով ծառայում ենք, ինչքան տարի ապաշխարել ենք, վերջնական որոշում է գնում ես, բայց դու միշտ ինչքան Աստվածաշնչի հետ շփվում ես, ինչքան Աստծո խոսքը կարդում ես, ինչքան քարոզները լսում ես, դու հասկանում ես, որ բաներ կա հələ իմ մոտ այն չի։ Ես հələ դրանք պետքա վերցնեմ, իմ կյանքում փոխվեմ, որովհետև գիտես ինչ է Աստծո խոսքը։ Խոսքը ընդհանուր, դա հենց Հիսուսն է։ Մենք ինչքան խոսքը վերցնում ենք, մեր կյանքում սկսում ենք այդ խոսքով ապրել, մենք նմանվում ենք Հիսուս Քրիստոսին։ Ես
երբեմն մտածում եմ, որ մեր Տեր Աստվածը, Հիսուսը խաչելության, մեզ փրկության ճանապարհը բացեց այո եւ ամեն։ Հիմնական իր գալու նպատակը նա էր, որ ես ու դու փրկություն ունենայինք։ Թե չէ զուր կլիներ մեր հավատքն էլ, մեր հավաքվելն էլ, մեր խոսալն էլ, մենք ուղղակի կապրեինք ոնց ուզում էինք, ոնց որ շատերն են ասում ապրենք մի կյանք ենք ապրում ու մեռնեինք գնայինք։ Ոչ սիրելիս։ Մենք հավաքվում ենք, որովհետեւ հավատում ենք, մենք հավաքվում ենք, որովհետեւ հավատում ենք այդ փրկությանը, որ տենց էլ ապրենք։ Որ գանք Աստված էլ իր խոսքով մեզ շինություն տա։ Հա? Մենք դրանով ապրում ենք։ Իսկ ու գիտես ինչքան այդ խոսքով դու ապրում ես, այնքան ոչ միայն դու ես գեղեցկանում ու դու ես նկատում են բոլորն էլ։ Իսկ եղել է որ քեզ տեսնեն քո բարեկամները, որ երկար ժամանակ չէին տեսել կամ ծանոթները, ասեն լսի, իսկ ինչքան ես փոխվել։ Ինչա սիրելիս, դա մեր որ վարսահարդարման կամ ինչ-որ գեղեցկացնող սրահներն էին մեզ որ տենց գեղեցկացին, չէ, մենք տեսքով ես նայում եմ բոլորդ էլ այնքան իդեալական գեղեցիկ եք, բայց ներսից որ գեղեցկությունը գալիս է որ Աստվածաշունչն է գեղեցկացնում, այդպես մենակ Տիրոջ խոսքը կարա մեզ գեղեցկացնի։ Ու նայում են ասում ես ի՞նչ ձև ես փոխվել, մի ձև ուրախություն է եկել մեջդ, մի ձև կյանքդ ուրիշ է դառը, դա մեր Աստվածը որ իր խոսքով մեզ փոխում է, ամեն, ու այն իդեալական կատարյալ հայլին դա մեր Տիրոջ խոսքն է մեզ համար, որ Հակոբոսը հետարքի ձևով մեզի հուշում ասում է, լսեք, խոսքը լավ է որ լսում եք, իհարկե պետք է լսեք, որտեվ այդ խոսքն է, որ աշխարհում լիքը խոսքեր կա, կարաս լսես, բաց թողես գնա, բայց Աստծո խոսքը որ գալիս է, շատ հաճախակի քեզ լրջացնում է, ոնց որ քեզ թափեցնի, որ սենց պետք է ապրես, պետք է գիտես ինչ անես, քեզ անիծողին չպետք է անիծես, Տեր Աստված անիծում է, գոնե մի երկու ցավացնող խոսք չասեմ բա տեղը, չի ասում աուրտնի։ Բարի արա քեզ ատողին։ Լավ էլի Տեր ջան, ես ինչ ես ասում, ախր դժվար է, հələ դա վերջը չի։ Բա թշնամիների մասին ինչ ասում։ Ասում է սիրի ձեր թշնամիներին։ Գիտես ինչա տեղի ունենում, երբ որ դու ով մարդ միգուցե կյանքում նենց է եղել, որ թշնամացել է, լցվել է, Աստծով չի ապրում, թշնամացել է քո հանդեպ։ Միգուցե չիմանալով ոտքը տրորել ես։ Միամիտ։ Թշնամացել է, պատկերացնում ես ու քո հանդեպ ինքը բանամանգալի ոնց քեզ ցավացնի ու դու իրան պետքա սիրես։ Բայց երբ որ սկսում ես սիրել, դու ինքդ էլ ես ազատագրվում, զգացել ես։ Աստծո գեղեցկությունն է գալի քո մեջ, որովհետև դու արեցիր այն խոսքը, որ Աստված տվել է։ Մենք ֆիզիկական հայլու մեջ նայելով տեսնում ենք մեր արտաքին կերպարը։ Ու լավ է որ մենք կերպարով գեղեցիկ լինենք, ճիշտ է որ մենք լինենք, պետք է որ մենք լինենք։ Ես օրինակ չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր որ հավատքի մեջ գնում են, բայց իրանց չեն հետևում։ Կներեք, ուզում եմ ուղիղ ասեմ։ Պատկերացրու ես հավատքի եմ ու ես ինձ չեմ հետևում, ես մի ֆիրմայում եմ աշխատում, որտեղ տնօրենի բան ունեմ, կոչում, այնտեղ ես տնօրեն եմ։ Ու ես գնամ որպես տնօրեն ու իմ հագու կապը ճիշտ չլինի, մաքուր չլինի, գեղեցիկ չլինի։ Տարօրինակ չէ կերևամ։ Գիտես առաջի ոնց որ ուդարը ինչի վրա գնա, իմ հավատքի։ Որ կնային կտեսնեն ես հավատացել եմ ու ինձի տեր չեմ կայնում, կասեն, ես էլ սրանց հավատքը, ես էլ սրանց պայելաձևը։ Չէ, սիրելիս, ես չեմ ասում չափից ավել նենց հագնում եմ, որ ճչացող ու բան երևամ, չէ։ Գեղեցիկ արտաքին տեսքի, ուր մնաց իմ ընտանիքի հանդեպ։ Իմ կնոջս կինս կուզենա, չէ, իր կողքին լինի պարկեշտ, գեղեցիկ, կոկիկ հագնված, որի համար որ ինքն էլ հոգ հատանում։ Բա ես էլ եմ ուզում իմ կինը տենց լինի։ Պողոս առաքյալն է, եթե չեմ սխալվում, ասում, որ մենք մեզ ոնց ինչպես լինենք, մենք էլ իշխանություն չունենք, մենք մեր մարմնի վրա, մենք մյուսի մարմնի, այսինքն մենք պիտի մեզ տեր կանգնենք, մենք պիտի գեղեցիկ լինենք, ամեն հայլու մեջ նայելուց, սիրելիս, ես ու դու պիտի գեղեցկանանք։ Հակոբոսը շատ լավ ասում, եւ շարունակում է խոսքը ասում է, վասնզի եթե մեկը միայն խոսքը լսող է եւ ոչ անող, նա նման է այն մարդին, որ ապշած մտիկ է տալի իր իսկական երեսին հայլու մեջ, որովհետեւ
Նայելով տեսավ իրան, անցավ եւ շուտով մոռացավ, թե ինչպես էր։ Բայց նա, որ ազատության կատարյալ օրենքի մեջ աչքը գցած մտիկ տվեց եւ նրանում կացավ, նա մոռացուկ լսող չեղավ, այլ գործ կատարող։ Նա իր անելովը երանելի է։ Ասում է, ով որ կատարում է, ով որ տեսավ, խոսքը եկավ ու վերցեց այդ, նա երանելի է։ Ինձ թվում է ավելի արժանի ու կարևոր բան չկա, քան թե արժանանք Տիրոջ երանելիության։ Էլ ինչն է մեզ գեղեցկացնում։ Ես գիտես ամեն անգամ ապշում եմ, որ էլ չեմ շտապում ցույց տամ, թե ես ինչքան եմ մարդկանց առաջ։ Ամեն ինչ փնտրում եմ, անում եմ այնպես, որ Տիրոջ առաջ ես մաքուր կանգնած լինեմ, անարատ կանգնած լինեմ։ Իհարկե մարդկանց կարծիքը միշտ հաշվի եմ առնում, բայց ամենակարևոր մեր գերագույնը ի՞նչն է, որ մենք Աստծո առաջ լինենք անարատ մաքուր։ Որտեվ դրսևանց մեր գեղեցկությունը դա կարևոր է, բայց հիմնական գեղեցկությունը դա ներսից է գալիս։ Իմ ներսից եկածող գեղեցկությունը, ենթադրենք հավատարմությունը իմ ընկերների հանդեպ։ Նորմալ չի լինի, չէ՞, ես դրսևանց իմ ընկերների համար հոգատար լինեմ, սրտով լինեմ, բայց ներսից իրանց չսիրեմ։ Նորմալ չի, չէ՞։ Ես դի ներսից էլ նվիրված լինեմ, հավատարիմ լինեմ իմ ընկերոց, իմ ընկերներին, իմ բարեկամներին, իմ եկեղեցուն, իմ ազգին, մնացած ազգերին, բոլորին, ում հետ որ առնչություն ենք ունենում։ Բոլոր տեսակի գեղեցկությունը դա ամենակարևոր հոգու ներսի գեղեցկությունն է, որ Աստվածաշունչը մեզ խոսքով նորոգում է։ Ես վերջերս մի հատ քույրիկ կանչեց, ինքը քաղցկեղով հիվանդացել էր, ես գեղեցկության մասին եմ խոսում, սիրելիս, ու նենց էր եղել, որ հիվանդությունը իրան ինքը եկեղեցի եկել էր, բայց չէր կարում էլ գար, որովհետև երևի գնացել էր հետազոտման, ասել էին մի քիչ լավ բան չէին տեսել, իրան ասել էին, դե ոնց է, որ հոգեպեսել էր մարդը տանջված, չէր կարում գար, խնդրեց, որ գնանք աղոթենք։ Ինքը Աստծո խոսքով խնդրեց։ Ոնց ասում Աստվածաշունչը, երեսներին կանչեք, թող յուղը վերցնեն, գան աղոթեն, ձեռնադրեն։ Գնացինք, ուրեմն որ մտա այս քուրիկին տեսա, ինքն էս լավ քուրիկ է, բայց ասես դեմքի մեջ մի քիչ մթնացություն կար, ասես երևի մտահոգություն, բան։ Մեր եղբայրներից մեկի հետ էինք։ Մտանք մի քանի րոպե շփվեցինք, ասի դե արի աղոթենք։ Ուրեմն հենց աղոթեցինք, վերջացրեցինք, ձեռքս հանեցի, ես տեսա քուրիկը միանգամից փոխված։ Միանգամից պայծառացավ, այս աշկերը միանգամից բացվեց։ Գիտես ինչ տեղի ունեցավ։ Աստծո խոսքը արեցինք։ Տիրոջ խոսքը ոնց որ գրված է, նույն բան արեցինք։ Միանգամից գեղեցկություն եկավ իր վրա։ Սիրիս, այն ինչ որ Աստծո խոսքով անում ենք, նա միանգամից գործում է։ Միանգամից։ Աստծո խոսքը ոչ մի անգամ չի ուշանում։ Չի ուշանում, սիրես, քո կյանքում էլ եթե դու մտածում ես դժվարության մեջ անցնում ես, ուշանում է, շատ ես սպասե, համբերի շուտով գալու է քո ժամանակին։ Ամեն, փառք Հիսուսին։ Եսայի մարգարեն լավ է ասում, 52:7 խոսքում ասում է, ինչ գեղեցիկ է սարերի վրա ավետարանչի խոսքերը, ոտքերը ներողություն, որ խաղաղություն է քարոզում, բարիք ավետում, 52:7-ն է, եթե որպեսի դնեն էկրանին, բարիք ավետում, փրկություն քարոզում, գեղեցկություն է։ Սիրելիս, ես քեզ ասեմ, ինչքան Աստծո մասին պատմում ես, Աստծո խոսքով ապրում ես, դու գեղեցկանում ես։ Երբեմն մենք մտածում ենք, թե մենք նույնն ենք մնում, մենք նույնը չենք մնում։ Աստված մեզ փոխում է, դարձնում է իրապես։ Ուրիշի պես չէ, հենց իրապես։ Իրապես։ Ես վերջերս մի օր նենց եղավ, որ գտա իմ հին նկարներից, որտեղ ես դեռ աշխարհիկ էի, ասում եմ ու ամանչում եմ ամեն ժամանակ, թե ինչպեսին էր դա, սիգարետն էլ ձեռքիս նկար, պատկերացնում եք, ես ինձ նայում եմ, ասում եմ, ոնց կարայիր սենց լինեիր դու, ոնց կարայիր սենց լինեիր դու, գովես չեմ անում ինձ, բայց անում եմ այն, որ Աստված ոնց է, նրան եմ գովում, որ ոնց կարա ինձ ու քեզ փոխի, որ դու անգամ այսօր նայես քո հինը, ասես վյախք, այն ինչ էր, որտեվ Աստծո խոսքն է, որ մեզ գեղեցկացնում է, որպես կատարյալ հայլի, սիրելիս,
Ես խոսում եմ, մի քիչ հիմնավորում եմ Աստվածային խոսքը ու կարևորություն եմ տալի, որովհետև չկա ավելի կարևոր բան ինձ ու քեզ համար, քան թե Աստծո խոսքն է։ Որովհետև ցանկացած իրավիճակում մենք կարանք կանչենք մեր բարեկամներին, մեր ընկերներին, ծանոթներին, ովքեր հնարավորություններ ունեն մեզ որ իրավիճակներից հանեն, բայց ես քեզ ասեմ, հիմնական քո իրավիճակից մաքուր անարած ձևով մենակ Աստծո խոսքն է հանելու։ Աստծո խոսքը։ Ինչքան է եղել, ասենք, առած դժվարության մեջ դու էլ քո վրա զգաս, որ դժվարության մեջ ես եղել, մեկ էլ Աստվածաշնչից մի հատ խոսք է եկել սրտիդ կպե, ոնց դու զգաս իրավիճակից։ Այդ խոսքը վերցել ես ու գնացել ես դուրս ես եկել։ Աստծո խոսքն է որ անում ամեն բան։ Ամեն փառք ամենակարող Աստծուն։ Գիտես, այնքան հետաքրքիր է, որ քանի դեռ մարդը չի ուզում փոխվել ամեն ժամանակ տեսնելով իր խնդիրները հայլու մեջ, ինչ տեղի կունենա, երբ կկանգնենք մենք Հիսուս Քրիստոսի առաջ։ Արդեն առաջին Կորինթացիս 13:11-ից կարդամ խոսքը հետևյալն ասում. Երբ որ երեխա էի, մանուկ էի, նկատի ունի, երբ որ նոր էի Աստծո հետ ծանոթացել, երբ որ նոր էի ապաշխարել, երեխայի պես էի խոսում, երեխայի պես էի մտածում, երեխայի պես էի համարում, բայց երբ որ մարդ եղա, այն երեխայության բաները խափանեցի։ Եվ 12 խոսք ասում է, որովհետև հիմա հայլու մեջ օրինակով ենք տեսնում, բայց այն ժամանակ դեմ առ դեմ։ Հիմա փոքրի շատ եմ տեղակ, բայց այն ժամանակ այնպես գիտենամ, ինչպես գիտեցված եմ։ Գիտես ինչ ասում խոսքը։ Ասում է հիմա որ Աստծուն խոսքերով ենք ճանաչում փոխվում, ժամանակն է գալու կանգնելու ենք Հիսուս Քրիստոսի առաջ։ Կանգնելու ենք հենց այն կերպարի առաջ, այն մեկի առաջ, որին որ մենք հիմա իր խոսքով գնալով պետք է նմանվենք ու նմանվում ենք։ Ամեն։ Գիտես սիրելիս, ես զարմանում եմ մեր Քրիստոսի արած ու իր ապրած ու իր ամեն անգամ խոսքերի վրա։ Ոչ մի անգամ, ոչ մի խոսք տառ անգամ անիմաստ ու զուր չի ասել։ Ոչ մի գործողություն անիմաստ ու անտեղի չի արել։ Ես զարմանում եմ իր էության, ինքը աստվածային բնություն է, ինքը ուրիշ չի կարող, բայց մենք էլ իր ստեղծվածներն ենք։ Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի նմանվենք։ Իրան ծեծեցին, ջարդեցին, իրան թքեցին, ինչ խոսք ասեցին, ոչ մի անգամ ոչ մի հակառակություն չարեց, ոչ մի անգամ չարով չլցվեց, ոչ մի անգամ վատ բաներ չարեց, այլ մինչև վերջի վարկյանը մարդկանց փրկության գործներ անում։ Ես երբեմն իրավիճակներ ա լինում, դու էլ քո վրա կզգացած կնես, դու ճիշտ ես։ Դու ճիշտ ես ու քո ճիշտը տանում ես առաջ, միգուցե այդ իրավիճակն էլ գալիս է, որ անգամ ոնց որ կռիվ գրգռվի, բարձր խոսալ եւ այլը։ Այդ խոսակցությունը ավարտվում է, ամեն բան ավարտվում է, վերջում զգում ես խաղաղություն չունես։ Վերջում զգում ես խաղաղություն չունես, բայց դու ճիշտ ես։ Բայց դու ճիշտ ես։ Հետո հասկանում ես, որ Հիսուս Քրիստոսը ոչ մի անգամ չէր ստիպում, որ իրանք ընդունեին, որ ինքը ճիշտ է, ինքը իր ճիշտը ասում էր ու անցնում էր առաջ, ու չէր գրգռվում, չէր բարձր խոսում, չէր գոռում։ Բայց գիտես սիրելիս, երբեմն որ դու գոռում ես, տենց տրամադրվում ես, ախր ես ճիշտ եմ, դա մեզ ոչ մի բան չի տալիս։ Մենք խաղաղության, սիրո, գեղեցկության մեջ ենք մնում, երբ որ Տիրոջ խոսքով համբերեք ասում։ Համբերություն պետք է ունենանք, պետք է սիրենք, մեզ ցավացնում են, գիտես շատերը օրինակ աշխարհում ապրող մարդիկ սենց են ասում, դա հավատացյալ դարձակ, հեսա գալու են մի հատ խփեն տիեն մսերեսնել դեմ տակ, սենց տեղեր կա, որով ուզում են մեզի ասեն, որ չէ, հավատքը լավ բան չի, չէ, սիրելիս, բայց չեն տեսնում են տեղերը, որտեղ Հիսուսն ասում էր ինչի համար արեցիր, ինչի համար արեցիր, եթե մեղավոր եմ, պատասխանը կտամ, բայց եթե մեղավոր չեմ, ինչի համար արեցիր։ Չէ, խաղաղության, համբերության, սիրո մեջ։ Որովհետև գիտես ցավացողներն էլ քեզ չեն հասկանում, որ իրանք սխալ բան են անում։ Չեն հասկանում։ Որ դու համբերություն ունես Աստծով, համբերում ես մարդկանց, ովքեր որ քեզ միգուցե վատ բաներ են ասում, հետևիցդ կոպիտ ասած ոտը տակ են քանդում, աշխատանքի տեղը, մյուս տեղերը, իրանք չեն հասկանում ինչ են անում։ Բայց ես ու դու պետք է հասկանանք, որ իրանք ինչ սխալ բանով են լցված այդ ամենը անում։
Հա։ Մի հետարքիր առակ կա, որի մասին ուզում եմ խոսամ, մի իմաստունին հարցնում են, ինչու են աղքատները ժլատ չեն, բայց հարուստները ժլատ են։ Ինչ է տեղի ունենում այդ տարբերության մեջ, էլ ինչի են հարուստները այդպես, աղքատները այդպես։ Սա հայլու մասին է առակը։ Այս իմաստուն ասում է, պատուանից նայի, ապակու հետևից նայի։ Ինչ ես տեսնում։ Տեսնում եմ, ասում է, ինչպես դուրսը բակում երեխաներ են խաղում, միգուցե տեսնում եմ դուրսը։ Ասում է, իսկ հիմա հայլու մեջ նայիր հայլու մեջ, իսկ այնտեղ ինչ ես տեսնում։ Ասում է, տեսնում եմ ինքս ինձ։ Ասում է, տեսնում ես պատուանը եւ հայլի ներքուսն էլ ապակուց են, բայց բավական է մի փոքր արծաթ ավելացնես ապակու մեջ եւ սկսում ես տեսնել միայն ինքդ քեզ։ Եվ տեսնում ես միայն ինքդ քեզ։ Երբեմն մարդիկ սխալ բաներով լցված իրանք իրանցը տեսնելու համար քեզ սկսեն ցավացնել։ Մենք դա դի հասկանանք։ Բայց մենք սիրելիս մենք դիլնենք այն կատարյալ հայլով լցված ու գեղեցկացած փոխվածը, որ կարողանանք հենց այդ հայլու, այդ աստվածային խոսքի պես էլ ապրենք։ Գալու է ժամանակը, քիչ է մնացել։ Ասեմ քեզ, տարիները, օրերը այնքան արագ են անցնում։ Ինքներս էլ կարանք նայենք։ Ես հիշում եմ 40 տարեկան էի, 3 չեմ իսուր 20 տարեկան էի, սենց բանով եմ ասում, բայց շատ արագ անցնում։ Ես ինքս էլ եմ, իմ ծնողներին որ հարցնում էի, զգացիք ոնց անցնում ձեր տարիները, ասում են ակնթարթի պես, շատ արագ անցնելու, համբերել է պետք։ Մեզ Աստծո խոսքն էլ ասում, համբերել է պետք։ Բայց համբերել չի նշանակում նստենք ու մնանք։ Մենք պիտի մեր գեղեցկացված տեսքը, մեր կյանքը, մեր ապրելակերպով քարոզենք, ավետարանենք մարդկանց, որ կա փրկություն, կա ելք։ Գիտես, որպես տղամարդ այնքան ազատ եմ հիմա ապրում։ Էլ եմ ասում, չմտածես իմ գովեստն եմ անում։ Ազատ եմ ապրում, որովհետև Աստծո խոսքով եմ ապրում։ Ժամանակին մտածում եմ ինչպես անեմ, որ ինձի հասկանան, ինչպես անեմ, որ ինձի ճիշտ ընդունեն։ Հիմա անում եմ այնպես, ինչպես Աստծո խոսքն է ասում։ Բայց հաշվի առնելով իհարկե ամեն ինչի մեջ կոպիտ չեմ դնում, որ մարդկանց նեղացնեմ կամ գայթակղություն լինեմ։ Դա էլ Աստծո իմաստությունով։ Դու ապրի Աստծո խոսքով, եթե այսօր էլ քո հետ չեն համաձայնվում, վաղը կհասկանան, որ ճիշտ ես, կհասկանան, որ մաքուր ես, անարատ ես, գեղեցիկ ես, գանք ասեն կներես, չէին կհասկանում, կպատմես կամ ցույց կտաս ոնց ես դու ապրում, ուր ես գնում։ Ամեն։ Հիշում եք այն Ղազարոս աղայանի հեքիաթը։ Մուլտիպլիկացիոն բանել ունենք, մենք հայկական, որ հայլու մասին։ Երևի քանիսը կհիշեք, որ մի հատ գյուղացի վերցնում է բուրդը, դնում այշի վրա ու տանում է բանանելու, վաճառելու է գնում, թե փոխելու է գնում, որ ապրանքի։ Գնում է ճանապարհին հանդիպում է մի հատ առևտրականի։ Այս առևտրականն ասում է, ուր ես գնում, գյուղացի։ Ասում է, գնում եմ բուրդս վաճառելու։ Ասում է, արի քեզ դու ինձ այդ բուրդը տուր, ես քեզ մի հատ լավ բան տամ։ Վերցնում է չի իմանում հայլին ինչ այս գյուղացին, վերցնում է ասես նայում, ասում է, իա, էս իմ ողորմածի քերն է։ Տալիս է այս բուրդը, վերցնում է այդ հայլին ու գնում է։ Գնում է տուն ես գյուղացին, ասում է հորս եմ բերել, հələ նայեք, տալիս է իր կնոջը, կինը նայում է հայլու մեջ, ասում է, իա, այս ինչ սիրուհի է, ես բանը, սիրուհի ես բերել տուն, մարդուն կռիվ են անում, իր մաման է նայում, ասում է, այս ինչ բարավ ջադու է, մի խոսքով ամեն մեկը վերցնում է իրան է տենում, հա, այդ հայլու մեջ, այս մարդուն խեղճ մարդուն բռնում, տանից հանում են դուրս, այս մարդս գնում է, ճանապարհին էլի մի հատ ինչ-որ առևտրականի է տեսնում, վերցնում կռիվ են անում, ընկնում է իր ձեռքից այս հայլին ու գլորվելով գնում է։ Ու եթե կհիշեք այդ պահը, որ ամեն մեկը ով վերցնում է հայլու մեջ իրան է տենում, մեկը վերցնում ասում է, սա բանսարքու է, այն մեկը ասում է, սատանա է, այն ուսը հիշում եք դες բան, սատանա կա քաղաքում եւ այլն։ Սիրելիս, այս մուլտիպլիկացիոն նկարը, սա մեր Ղազարոս աղայանի գրած մուլտիպլիկացիոն նկարն է, բայց սրա մեջ շատ մեծ խորհուրդ կա։ Մարդիկ տեսնում էին հայլու մեջ իրանց ու տենց էլ մնում էին չէին փոխվում։
Մեկը տեսնում էր չար մարդու, մեկը տեսնում էր ինչ-որ ծեր մարդու, մյուսը տեսնում էր մահացած մարդու եւ այլը։ Գիտես, մենք կարանք հայլու մեջ շատ բան տեսնենք, բայց ինչ ենք անում մենք դրա հետ։ Եթե ես հայլու մեջ եկա տեսա, որ ջղայնացած դեմք ունեմ, ավելավա ինձի հանգստացնեմ, նոր գնամ, քան թե ջղային գնամ, որովհետեւ ջղայնությունը վատ բաներ է գրգռում։ Գիտեք, Ճապոնիայում մնաց հետարքիր բան են իրանք անում։ Ես ուզում եմ էդի քո համար կարդամ սիրելիս։ Հայլին շատ այսօր մի քիչ հայլու մասին sense հիմնովի խոսում եմ, որպեսզի հայլին երբ որ կտեսնես, կասես այն օրվա խոսքը էս հայլու մասն էր։ Լկայնի հայլի ջան, ես քո հետ ճիշտ վարվեմ, հա։ Ամենակատարյալ հայլին միշտ թո իմ ու քո դեմից մոտակայքից հեռու չգնա, սիրելիս, սա է։ Միշտ Աստծո խոսքը, ամեն, միշտ սա լինի մեզ հետ։ Այսօր ճիշտ է, ես պլանշետի մեջ ենք մենք հիմնականում գրում բան, մի քիչ արագ ստացում։ Այդ նույն Աստվածաշունչն է այնտեղ ներբեռնած է, հավելված է։ Բայց գիտես Աստծո խոսքն է, որ մեզ համար այսօր կարևոր է։ Ու Ճապոնիայում հայլին որպես ինքնաճանաչման գործիք են օգտագործել։ Ու ըստ իրանք առասպել ունեն, ըստ առասպելի իրանց նախահայրը, գիտեք ինչ արել, տվել է հայլին իր շարավիղներին, որպեսզի նրանք յուրաքանչյուր օր առավոտյան եւ երեկոյան ծնկաչոք խնդրեն հայլուց, ել տեսեք, որպեսզի ազատի իրենց չար մտքերից եւ զգացմունքներից։ Հասկացել են, որ հայլի ինքը ընդհանրապես որ նայում ես ինչ-որ խորհուրդ ունի, բայց սխալ ճանապարհ են տարել, որ հայլուց խնդրել են ինչ-որ բան։ Հայլուց ֆիզիկական հայլուց չպետք է խնդրես, հոգևոր հայլուց պիտի խնդրես, որ իր կենթանի խոսքը, որ ասում է, խոսքը մարմին դառավ, եկավ բնակվեց մեր մեջ։ Աստծո խոսքն է մեր հայլին սիրելիս, հա։ Ու պատկերացրու, գիտնականները արձանագրել են, որ հայլին հաճախ կանխում է ինքնասպանության փորձերը, այն դեպքերում, եթե մարդը իր որոշումը իրագործելուց առաջ նայում է հայլուն ու չի գնում այդ բանը անի։ Ճապոնիայում հայլին տեղադրում է ինչ խմուտքին կից, որպեսի անդրադարձվեն նախանձը, չար մտքերը, բացասական էներգիան։ Պատկերացրու, ինչքան կարևոր բան ունենք, որ մենք մեր ձեռքի տակ սիրելիս, հա։ Աստված օրհնի քեզ, որտեվ հայլին մեր Աստվածաշունչը, մեր կյանքերը դարձնում է կատարյալ, մաքուր, անարատ։ Որ մենք չլինենք, ոնց որ Հակոբոսն է ասում, չլինեք լսող միայն, այլ լսող ու կատարող։ Լսող ու կատարող։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Ես խնդրեմ ոտքի կանգնես, խնդրեմ ծառայողները գան սիրելիս։ Ես ուզում եմ մի հատ աղոթք անենք իրար հետ։ Աղոթենք, գիտես ինչ սիրելիս, եթե մենք մեր կյանքում Աստվածաշնչյան խոսքերը, ընդհանրապես Աստծո խոսքը ականջներից կողքով ենք բաց թողել, մենք չենք ապրել, մեր համար դա եղել է ընդամենը լսել, ուզում եմ որպեսզի խնդրենք Աստված մենք սրտներս բացենք Տերն իր խոսքը ամեն ժամանակ մեր կարդալով թող մեր մեջ արմատավորվի, որ մենք լինենք այդ խոսքի մենակ խոսացողները չէ, այլ կյանքով ցույց տվողները։ Գիտես երբ հայրվում, երբ որ ես ու դու հավատացյալ ենք, երբ որ մենք ոչ թե գալի պատմում ենք Հիսուսի մասին, այդ շատ լավ է, դա մեր կարևոր գործն է, մենք դի պատմենք, բայց մեր կյանքերով էլ պետք է ցույց տանք։ Նորմալ չի լինի, եթե ես ասեմ ես հավատացյալ եմ, բայց ինձի դուրսը տեսնեն, ես ենթադրենք վատ իր բանի շրջապատի մեջ եմ, ենթադրենք սիգարետ եմ ծխում կամ ալկոհոլ եմ խմում ու ինձի լավ չեմ դրսևորում, սա նորմալ չի լինի։ Ինձ պետք է տեսնել նույնպես, ոնց որ ես խոսում եմ, ու այն Աստծո մասին, որ պատմում եմ, այդ Աստծո խոսքն էլ ցույց տամ իմ կյանքով։ Հա։ Մեր Աստված ասում է Աստվածաշնչում Հակոբոս թղթում ոչ միայն լսող եղեք, այլ լսող ու կատարող, կարդացող ու անող։ Ամեն։ Հայր իմ Աստված, Տեր, գալիս ենք քո առաջ եկեղեցով։ Խնդրում ենք Հայր Աստված, որպեսզի մեր սրտերը բացես, մեր ականջներն էլ բացես Հայրս, որպեսզի մենք ամեն մի խոսք, որ դուրս է գալի քո բերանից, ամեն մի խոսք, որ գրած է Աստվածաշնչում, եւ ամեն բան, որ մեզ համար է, մենք սիրով ընդունենք։
Ընդունենք ոչ միայն լինենք լսող, այլ խոսքը լսող ու կատարող։ Թող Տեր Աստված մեր կյանքերն էլ դառնա այդպես, որ մենք այլևս, եթե մեզանից մարդիկ լինեն, որ դեռ որոշում չեն կայացրել, որոշում կայացնենք, որ նվիրվենք քեզ ու միայն լինենք քոնը, որովհետև Տեր Աստված դու ասում ես, չեք կարա լինել տաք ու սառը։ Լինենք միայն տաք, քո խոսքով, քո ջերմությունով լցված, քո խոսքով առաջնորդված եւ քո Սուրբ Հոգին թող մեր առաջնորդը լինի ամեն ժամանակ։ Ինչ որ անենք, հաճելի լինի քեզ, ինչ որ անենք, քո խոսքին համապատասխան անենք։ Փառք ու պատիվ քեզ Տեր Աստված, գոհություն ու շնորհակալություն ենք ասում քեզ, հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Փառք ամենակարող Աստծուն։ Փառք Աստծուն։ Երբեմն զարմանում եմ Աստվածաշնչի վրա, ամեն ինչի մասին գրված է։ Ամեն ինչի։ Ինչ կյանքում կատարվում է, ինչով պետք է կատարվի, ինչպես պետք է ապրենք, ինչ պետք է անենք, ամեն ինչի մասին գրված է։ Տեր Աստված, ախր դու դրա ամեն ինչի մասին հոգ ես տարի, պակաս բան չկա սիրելիս։ Եթե դու դեռ քո կյանքում հələ հարցեր ունես, մտածում ես, թե ոնց բա կլինի, համ հավատքի մեջ ապրեմ, համ ախր աշխարհն էլ չեմ կարող թողեմ, ես քեզ ասեմ իմ օրինակից։ Ես թողել եմ ու չեմ փոշմանել ու Աստծո խոսքով կարելի է ապրել այնպես, որ մարդիկ կնայեն, իրանք է կուզենան լինեն քեզպես, որովհետև քո մեջ Հիսուս Քրիստոսն է բնակվում։ Ամեն, փառք ամենակարող Աստծուն, փառք Տիրոջը, փառք Հիսուսին, ամեն, ամեն։